Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Antifake-ում մենք աշխատում ենք ձեզ համար, ներկայացնելով Ղազարյան vs. Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը որոշել է իր տաղավար հրավիրել մի արկածային խուլիգանի, մի մարդու, որը պատգամավորական մանդատից հրաժարվեց Գյումրիի փողոցներում իր թատերական ներկայացումների համար, բայց հետո ընտրվեց ՔՊ-ի վարչության անդամ, կմշակվի նավակ ճոճող, Օմարի ճնճղուկ, Վիլեն Գաբրելյան։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք և տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով, օգնեք Antifake-ին այս և մյուս նախագծերը իրագործելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, անցած շաբաթ ավարտվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարը, ինչու այս համագումարը կարևոր, որովհետև քաղաքացիական պայմանագիրը կառավարող ուժն է եւ նրա որոշումները էական նշանակություն ունեն բոլորիս կյանքի համար տարբեր ոլորտներում։ Մենք այսօր կզրուցենք Կուսակցության վարչության անդամ, նոր վարչության անդամ Վիլեն Գաբրելյանի հետ, բարեկո պարոն Գաբրելյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Ես ամենաշատը ես եմ շնորհակալ Պետրոս ջան, բա սենց աբրանք ես դու բերե մատակարար է Ղազարյան vs. Ղազարյանի, բա ո՞նց շնորհակալ չենք։ Պետրոս ասում ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշումները շատ կարևոր են բոլորիս համար։ Այդ քո համար են կարևոր, ձեր ընտանիքի համար են կարևոր, մեր համար այդ որոշումները Պետրոս ջան ոչ թե կարևոր են, այլ վնասակար են, մեր համար այդ որոշումները կործանարար են, մեր համար այդ որոշումները ողբերգական են, այ քո համար դա կարևոր են և եկամտաբեր, իսկ մեր համար կործանարար։ Սրա կայացրած որոշումները, բա ոնց կործանարար չեն, մի որոշում, որ սա կայացնի Պետրոս, բա ինչ կլինի այդ որոշման հետևանքները։ Տեսեք, շատ կարևոր է եւ ձեր կուսակցության վարչության նիստում էլ ընդգծվեց ներկուսակցական ժողովրդավարությունը, որովհետեւ միայն այդ պայմաններում որոշումները կլինեն առավել որակյալ եւ առավել թափանցիկ։ Հակառակ պարագայում մենք տեսել ենք հակառակ պարագան։ Այո։ Հակառակ պարագան դու որտե ես տեսել Պետրոս։ Բարգավաճում։ Դու Բարգավաճի ես, չէ՞։ Բարգավաճի ցուցակով նաեւ ավականու անդամի տեխնացու ես։ Ինչա Բարգավաճում ներկուսակցական ժողովրդավարություն չկար։ Լավ էլի Պետրոս։ Բայց գիտեմ ընդ բոլոր հարցերը ներքին ժողովրդավարությամբ դու քո կարծիքն ես հայտնել, մյուսն իր կարծիքն է հայտնել, ի վերջո կոլեգիալ որոշումներ, ասես հակառակ պարագան ո՞րն է։ Բոլոր կուսակցություններն էլ դրանք ներքին ժողովրդավարությամբ հատկապես Բարգավաճն ու ՔՊ-ն։ Ժողովրդավարը, ժողովրդավարին նայեք։ Բայց տեսեք, ձեր համագումարում չհնչեց ինքնաքննադատություն։ Այ չհնչեց պատերազմի ժամանակ ձեր սխալները, չհնչեց օրինակ տարբեր դատաիրավական համակարգի սխալները, ատելության մթնոլորտը սոցիալական մեկի, այս ոչ մի բան չհնչեց։ Դա խոսում է ժողովրդավարության մասին։ Դա միանշանակ խոսում է ժողովրդավարության մասին, որովհետև փաստացի ինքնակնադատության տեսանկյունից այս տարիների ընթացքում մենք անդադար ի հայտ ենք գալի եւ խոսում ենք այդ մասին վարչապետն է խոսում, կառավարության նիստերին, ազգային ժողովում։ Համագումարը այդ տեսանկյունից մենք լսեցինք ձեռքբերումները, լսեցինք ապագան, լսեցինք ինչ տեսլական կա, ամեն ինչ լսեցինք, բացի բացթողումները։ Մենք Բայց բաց թողում երբ հայել է որ դու լսես, այս մարդկանց պաշտոնավարման շրջանում դու բաց թողում ես նկատել։ Ասեք ինչ-որ մի թերություն ես նկատել, որ այս մարդիկը դրա մասին զորով չեն գնա թերություն մանգան, որ կդեն դրա մասին խոսը։ Անթերի իդեալական կառավարում են այս երկիրը, ինչ եկել են իշխանության, ինչ խոստում տվել են կատարել են, խաղաղություն են բերել մեր երկրին։ Ուղղակի մի երկու հատ պատերազմ, տարի մի հատ պատերազմ, դե հեշտ, դե որտե չի լինում պատերազմ։ Հա, բայց ընդհանուր առմամբ խաղաղություն են բերել։
Պարտքն են ավելա, դա հիմա այ քեզ բան, այդ ով պարտ չունի, դու ուղղակի կարող ես դուք մի քանի հոգով ոչ թե պարտ չունեք, այլ հələ ավան դրած։ Մնացածը սաղ էլ պարտքի թալան են արել, հիմա ով չի արել թալան, իրանք ինչի պիտի չանեին, ասում է ում ձեռը մեղրոտ է, նա էլ լիզում է։ Լիզել ես, չէ՞։ Բերդես մարդն էլ լիզել, սաղ էլ Նիկոլն էլ, այն էլ вообще Հավեսյան գել, կոշիկ էլ լիզում, բան էլ անում։ Թերություն երբ ես տեսես մարդկանց, զորով ուզում ես թերություն գտնես։ Անթերի մարդ հլստեն է, անթերի։ Ստացի այդ համագումարով տալիս ենք նոր շրջափուլի սկիզբ, որով որ եւ առաջնորդվել ենք ապագայում, որպեսզի շարժվենք դեպի առաջ եւ այդ թվում մասնակցենք 2026 թվականի ընտրություններին շատ հստակ քաղաքական օրակարգով, բայց ես դες մի րոպե, Վիլեն ջան, այ ախպեր, դու Գյումրիում որ լակել էիր, այն ժամանակ շատ անկեղծ ասում էիր, որ 26 թվին ԿՊ-ն էլ իշխանության չի լինելու։ Դե որպես իշխանության չլինեք, արդեն պիտի դատված լինեք, արդեն պիտի ընտրություններին չմասնակցեք։ Այդ օյաղանը մեզ խելքը թրցնում ես, արա։ Այն լակած վիճակում լավ էլ անկես խոսում էիր։ Որ ասում են Պետրոս ուղարկի թո լակի գա, դու չես անում։ Չի կարելի ես մարդուն ես անհարմար վիճակ, չես անհարմար վիճակի մեջ դրես մարդ։ Թող դու իր էությամբ դրսևորվի, էլի։ Ուզում ասեմ ժողովրդավարության մի փոքր այլ ցուցիչ, օրինակ հենց դրական գործընթացի տեսանկյունից, որը որ տեղի է ունեցել։ Ինձ համար երկու հատ կարևոր ցուցիչ կա, մեկը դա այն է, օրինակ, որ ես ընտրվել եմ վարչության անդամ չլինելով պետական պաշտոնյա, դա խոսում է բացառապես այն մասին, որ մեր կուսակցականները, մեր պատվիրակները առաջնորդվել են ժողովրդավար սկզբունքներով, այլ ոչ թե մարդու այս կամ այն պաշտոն զբաղեցնելով, եւ երկրորդ ցուցիչը, որ ինձ համար կրկին կարևոր է, դա չնայած մենք որոշած ենք եղել կանանց քվոտան 5 հոգու, բայց փաստացի մեր կանայք բավականին բարձր վստահություն քվեներ են ստացել եւ ըստ էության քվոտայից օգտվելա բացառապես մի հոգի, այսինքն այն 4 հոգին չի անցել։ Այն չէ, անցել են այդ 4 հոգին, բայց տղամարդկանց հետ հավասար պայքարի մեջ են եկան, ինչը եւս ինձ համար միանշանակ ժողովրդավարության ցուցիչ է։ Ասում է 5 տեղ էինք նախատեսել կանանց համար ու ժողովրդավարական ցուցիչը էլ է 5 կին ընտրվել են։ Կանայք են ով Դե մի հատ գրի Պետրոս մոնդ։ Ալխազ Ղազարյան, արեն էլ է Ղազարյան, ինչի չես կանչում Պետրոս դու դրան։ Մի հատ ես դու Ալխասը, Էդգարը Պետրոսը, իրենքն էլ Ղազարյան։ Մի հատ նստենք, մի հատ քաղցր գալաջյանը, ինչի դրան չես կանչում, չես ճանաչում, հա, չես լսել դու Ալխազը։ Մալխաս չարա, Ալխազ։ Արուսյակ Ջուլհակյան, այդեն բանն է։ Ժամանակակից Բաբայական։ Հասմիկ Հակոբյան Արա գիտես ինչ առանցքային դեմ Նազելի Բաղդասարյան Արուսյակ Մանավան արա սրանցից ոչ մեկին Պետրոս դու հյուր չես կանչում անշանորք վարչության անդամ առանց քվոտայի ընտրված Վիլեն ջան ձեր մոտ մենակ կանանց համար է քվոտա նախատեսված թե կենթանիների համար էլ կա նախատեսված ասենք օրինակ եղջերու կլնի չգիտեմ վարազ կլնի լամա կլնի Դրանց համար, տես կենթանիների համար քվոտաներ չեք նախատել։ Իսկ թվում է ճիշտ կլներ, որ վարչությունում, ասենք քվոտաներն են նաև վայրիկ է, ընտանին պետք չի։ Շուն, կատու, թութակ, մութակ, տես բաներ պետք չի։ Ասենք վայրիկ կենթանիների քվոտա։ Կարա ասենք առանձին մի հատ քվոտա լինի բանջարաբոստանային կուլտուրաների համար։ Ասենք օրինակ բանջարեղենից, ենթադրենք մի հատ դդում ընտրվի վարչությունում մի հատ էլ թող դդում լինի Ինչ վատ կլինի, ասենք, կենսաբանական օրգանների համար էլ քվոտաներ նախատեսված լինի, Ռոմանոսն էլ ընտրել, ինչ վատ, չնայած ընտրվել է։ Կարող այդ քվոտաները նախատեսել եք, ուղղակի մեզ չեք ասում։ Իսկ թվում է սաղի քվոտայով է, Պետրոս, ընդ ոչ մի բան հենց այնպես չի ելել։ Լավ, դուք հռչակագրի պես բան ընդունեցիք, որը ես ինչքան հասկացա, ձեր մարտավարությունն է լինելու տեսանելի ապագայում։ Եվ հանրահռչակեցիք 4-րդ հանրապետություն։ Տեսեք, ինչա դա 4-րդը, որովհետև մենք ունեցել ենք առաջինը, Սովետից առաջ, Սովետը, հիմա նորանկախ մինչև ըստ ձեզ հիմա եւ հետոն։ Բայց տեսեք, մի ունեչափություն կա։ Այդ ոնց են եղել առաջի, երկրորդ, երրորդ։ Առաջինը կործանվել է, եկել է երկրորդը։ Երկրորդը կործանվել է, եկել է երրորդը։ Հիմա երբ որ դուք ասում եք 4-րդը,
մարդիկ ավտոմատ սկսում են մտածել երրորդն էլ է կործանվելու կամ կործանվել կամ ընդդիմախոսներ ասում են կործանել եք, որովհետև այն առաջի երկուսը կործանվել են եւ դրանցից հետո եկել է երրորդը։ Կարծ Հələ մի րոպե, սպասի, քո կարծիքը իհարկե կարևոր է, Վիլյամ ջան, առանց քո կարծիքի էս պետությունը ո՞ս կարա ղեկավարվի։ Պետրոսն ասում է, չէ, իշխող կուսակցության վարչության անդամ ես, քո կարծիքով է ղեկավար։ Պետրոս, ուրեմն քո էս մեծ գլխի մեջ եղած խելքի համապատասխան ծավալով դու եկել ես այն եզրակացության, որ պետությունները ստեղծվում են նրանց մեջ գործող կուսակցություններից մեկի համաժողովի ընթացքում ընդունված հռչակագրով, այսինքն երկրում կա 70 հատ կուսակցություն, այդ կուսակցություններից մեկը համաժողով անում, համաժողովի մասնակիցներն են, սրանք են քվոտաներով մարդկանց, կենդանիների, բանջարների, օրգանների եւ այլ կանանց, հիմա այս քվոտաներով ձևավորվածները պիտի հռչակագիր ընդունեն, այդ հռչակագրով պետություն, այսինքն պետությունը ոչ թե անկախության մասին հռչակագրով է ստեղծվում, այլ Վիլեն Գաբրիելյանի ու Նիկոլի մեկե 1000 ներեգություն արտահայտությանս Ռոմանոսի ստեղծած հռչակագրով է ստեղծում պետություն։ Կամ այդ համարակալումները, որ անում ես պետության, առաջի, երկրորդի, այդ ինչից ես խոսում դու։ Ադու սովետ, սովետից առաջ, սովետից հետո, բանն է, են սեզոնից առաջ, սեզոնից հետո, հա։ Արա սովետի ժամանակ Հայաստանը պետություն չի եղել, պետություն եղել է Խորհրդային Միությունը։ 18-ից 20 թվի հանրապետության հետ 90 թվին ստեղծված հանրապետությունը ոչ մի կապ չունի, դրա իրավաճորտը չունի։ Կամ մի պետություն, համարներ չունի, մեր պետությունը Պետրոս օրինակ քո ավտոն համարներ ունի, չէ՞։ Քո հեռախոսը համարներ ունի, չէ՞։ Բայց պետությունը համարներ չունի, օրինակ Ադրբեջանի հանրապետությունը համար չունի, Չեխիայի հանրապետությունը համար չունի, Ամերիկայի Միացյալ Նահանգները համար չունի։ Պետությունը ունի անվանում, այդ պետության անվանումն է Հայաստանյան։ Դու մենակ մի բան ես ճիշտ հասկացել, որ սրանք պետությունը կործանում են։ Իսկ որ պետությունը կործանվում է, չի նշանակում, որ պետությունն է ստեղծվել։ Օրինակ, սրանք որ Արցախի հանրապետությունը կործանին, Արցախի երկրորդ հանրապետություն ստեղծվել է, չէ, վերացել է, չէ։ Հիմա էլ էս մի պետությունն են կործանում, որ տեղը ստեղծվի Ադրբեջանի հանրապետություն, Արևմտյան Ադրբեջանի հանրապետություն, հենց չի չէ, Ադրբեջանի հանրապետություն, Արցախում ոնց է, էդ են անում։ Այդքանը դու ոնց որ են ընդ մի երկու կենթանի բջիջ մնացել է, մի հատ էք, մի հատ որց։ Դրանք իրար հետ սենց գործ են գլուխ բեռնե բան են հասկացել։ Քո մոտ կա այդ էքը որցից, թե քո մոտ երկուսն էլ որց է։ Ուրեմն դա շատ կարևոր է, իմ անձնական կարծիքը այդպեսին է, որ Եվ դրանում իրականում համոզված եմ, որ երրորդ հանրապետության մասով իրականում մենք մինչ այսօրս էլ փաստացի չեն կարողացել հասկանալ այդ հանրապետության դերը աշխարհի քարտեզի վրա, որն է եղել, որովհետև եթե հետ գնանք, ապա կտեսնենք, որ մեծ մի կայսրություն փլուզվում էր երրորդ հանրապետությունը այդ բանից ստեղծվում էր ժողովրդի իր կամարտահայտությամբ գնում էր անկախության, բայց փաստացի դերը մեր հանրապետության տարածաշրջանում եղել է կոնֆլիկտը, որովհետև մենք առաջ օրվանից սկսած մեր հարևանի հետ ունեցել ենք կոնֆլիկտ, բայց էլի Արես ի՞նչ է խոսում Պետրոս։ Ասում եմ մեր պետությունը որ ստեղծվել է, ես չեմ կարացել հասկանամ թե դրա դերը որն է։ Արա տղա ջան, դու որ չես հասկացել։ Դու գիտես ինչքան օբյեկտիվ պատճառներ ունի։ Դու ո՞նց կարաս պետության դերը հասկանալ։ Դու սկի քո դերը չես կարա հասկանաս, ասենք դու որ մի հատ ինչ-որ ծնողների գործողությունների մի հատ սխալի, մի հատ անզգուշության հետևանքով հայտնվել ես լույս աշխարհ, այ դու քո դերը չես կարա հասկանաս, քո իմաստը չես կարա հասկանաս, ասենք իմաստը որն էր, էլ ասենք այդ արտադրանքի։ Դու պետության դերը ոնց ու իր բաները ասում կոնֆլիկտներ, որովհետև մենք ստեղծման օրվանից էլ ենք կոնֆլիկտի մեջ հարևանների։ Իսկ միգուցե այդ հարևանների դերներ, ասենք միգուցե դա Ադրբեջանի դերներ, որովհետև այդ կոնֆլիկտի մեջ Ադրբեջանն էլ է, չէ՞ հայտնվել։ Բայց միգուցե այդ Ադրբեջանի դերն է, թե դու հա, լավ է, նոր հիշեցի Պետրոս։ Այս Բաքվում է ծնվել։ Ինչ ես կարծում Պետրոս, հələ մատ ուշադիր նայես սրա դեմքին։
ասենք քու կարծիքով հիմա որ էսի եթե ԴՆԹ-ի անալիզ ան, օրինակ Նիկոլա դնում հերթով է դեպուտատներին ուղարկումա, չէ, նարկո դիսպանսեր անալիզի։ Հələ մի հատ պատկերացրու սրան տանեն բանի ԴՆԹ-ի անալիզի։ Ինչ կհայտնաբերվի էլի։ Դեմքի տվյալները, բաները, մաքուր կուրոյի ԴՆԹ-ա, չէ։ Եմ ասում դա ինձ համար այնպես չօրինակ որ ես 10 տարի առաջ այդպես մտածել եմ եւ հասկացել եմ այդ տեսանկյունից այդ նրբությունը որ փաստացի մեր տարածաշրջանում մեր դերը եղել է այս կոնֆլիկտի էությունը այս հակամարտությունը որը որ գոյություն ունեցել եւ այդ տեսանկյունից մենք փաստացի վերլուծում ենք այն ինչ որ տեղի ունեցել երրորդ հանրապետության ժամանակ, այո հրճակում ենք 4-րդ հանրապետությունը, որպես մեր ռազմավարական անելիք ստեղծելը, այդ ուղերձով առաջիկայում գալու ենք հանրության մոտ եւ հանրությունից խնդրելու ենք, որպեսզի հանրությունը մեզ տա վստահության քվե այդ ռազմավարական անելիքը իրագործելու։ Ինչով է Իսկ միջև հիմա որ հանրությունը ձեզ վստահության քվե է տվել, դուք հանրությանը ինչ որ խոստացել եք եք արել, հա? Դուք 18 թվին որ գնացիք հանրությունից վստահության քվե վերցրեցիք, խոստացաք հանրությանը, որ տանելու եք պատերազմի, իրանց երեխեքին կոտորեք, էդ եք խոստացել։ Թե 21 թվին էիք արցախցիներին խոստացել, որ իրանց ենթարկելու եք ցեղասպանության ու բռնի տեղահանության։ Թե Տաուշի բնակիչներին էիք խոստացել, որ պետքա իրանց տարածքները հանձնեք Ադրբեջանին։ Թե Մեղրի բնակիչներին էիք խոստացել, որ Մեղրին հանձնելու եք Ադրբեջանին։ Թե Ջերմուկի բնակիչներին էիք խոստացել, որ պիտի 3 ամիս տունը տեղ թողնեն, այդքան փախստականի պես ընկնեն սրա նրա տները։ Ում էիք ինչ խոստացել, որ ինչ խոստանում եք անում եք դուք, հա։ Հիմա մի 4-րդ հանրապետություն են խոստանում։ Կապրես Պետրոս այդ 4-րդ հանրապետությունը։ Կապրես կուրախանաս, բա որ քեզ ուտեն, հələ։ 4-րդը տարբերվելու 3-րդից։ 4-րդը ինձ 4-րդը մի րոպե այս ասեմ, հետո դուք համ։ 4-րդը Պետրոս ջան, այնց քիփլիկ ալնելու էլի։ Այս 3-րդը արա այնց անտերանտիրական բաներ։ Մեծ ես իմ Արցախ էր մեջը, ազատագրված տարածքներ կային, ասես Լաչին, Քալբաջար, Տավուշ, Մեղրի, այսպես Շունիկը հերրու է մեզ արա սարերով, ձորերով, հələ մեզ իշտը մեզ ճնշումը տատանվում է, գխացավա տալի վրա, այս երրորդի մեջ Սևան կար, Սևանն ջուրը ցուրտ, այնտե վատ է, այս երրորդը շատ 4-րդը շատ քիփլիկ հանրապետություն ալելու, ասես մի հատ ասես պուճը, որ ասես կանգնես, նայես կողքերդ ինչ կա, սա հանրապետությունը աշկիտ առաջ էլի։ Սա հանրապետություն էսի շատ լավն ալելու։ Այն հետո այս բանում 4-րդում այդ հայերից քիչ են ելելու։ Հայերից քիչ են ելելու։ Որտեւ այդ հայերը պրոբլեմային են, էլի։ Ադրբեջանցիներ են շատ ելնելու, հետո բաներ շատ կլնեն, հնդիկներ, պակիստանցիներ շատ կլնեն, պարսիկներ էլ կարող է գան, դե ռուսները ինչ կա կմնան, այդ հայերը կբրախենք դրանց դիսկեթան, քիփլիկ բազմազգ բազմամշակութային ասես մի հատ վերջապես այնպես մեր ուզած պետությունը կլնի էլի Պետրոս։ Բանը կարդա այն չես արա ախտուտը գետնե դեպրոս չես հետում։ Աննա Հակոբյանի Իսլանդիան չես կարդացել 260,000 բնակիչ մի հատ քիփլիկ պետություն գիտական գերականություն կարդացող։ Այդ ալելու։ Էտա չէ։ Համար անձնապես դա իրավական կատեգորիա չի։ Դա բայց այլ ավելի շատ գաղափարական։ Գաղափարական, բայց որոշակի առումով կարծում եմ նաև իրավական կատեգորիա ելա, որովհետև ըստ էության փաստացի մեր երրորդ հանրապետության ստեղծումից այս կողմ ինձ համար միանշանակ օրինակ որ այդ պետության տակը այս վերջերս իհարկե ասում են որ մենք տենց շոր ռումբերը դրակցնելով գնում ենք տենց խոսույթ կան դիմադիրների մոտ եւ գուցե որոշակի առումով այդ խոսույթը ճիշտ է որ մենք այդ ռումբերը դրակցնելով գնում ենք որովհետեւ ինձ համար միանշանակ է որ ի սկզբանե մեր հանրապետության տակը այդ ռումբերը դրված են եղել որպես Պետրոս հլմա թեր կանգնի քու տակն էլ արա ռում դրած Էսից թվում է քու տակն էլ ռում դրած կլի քեզ կտրակցնենք մենք կլենք խայտարակ հələ հելի մի հատ նայի որովհետեւ սրանք Ստեփանակերտի տակ ռումբ էին դրել տրակացրին, ամբողջ Արցախի տակ ռումբ էին դրել տրակացրին։
Հետո եկան այդ իրանց համար քիչ համարեցին են Գեղարքունիքի Շորժա Վարդենիս ընդեր ռումբը տրակացրին հետո իջան Իշխանասար Սևլիչ ընդեր ռումբը դրին տրակացրին հետո Սոտքի Ոսկու հանքի ռումբը դրին տրակացրին հետո Տավուշի ռումբը դրին տրակացրին Ջերմուկի Սիսյանի բանի ուղությամբ ռումբերը դրին տրակացրին իջան Մեղրի տրակացրին Արա Պետրոս արդեն սրանք տրակացնելով գալիս են Դրանք տրակացնելով գալիս են Տուզգուշեղի, տակըտ նայի, հելի մյա տակըտ նայի։ Ճիշտ եմ հասկացել, որ առաջի երրորդ հանրապետությունը երբ որ ստեղծվեց, Ղարաբաղյան շարժումներ, մենք եկանք, որ հեսա սենց, մեր իղձերը, պապերը, տատերը, թուրքերը, եւ Մի րոպե, ոնց մեր պապերը, տատերը, թուրքերը։ Պետրոս քո պապերը, տատերը թուրք են էլի։ Արա խասեմ դու մի տեսակ իմ աշկին հալաբուլա է սերևում։ Դրա համար էր դու գնացե ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքերենի բաժնում սովորում, որ տատի, պապի հետ կարանաս խոսես, բանջի չսովորեցիր տես թուրքերեն, որ գոնե տատի, պապի հետ կարանաս խոսես։ Այդ է տատի, պապի հետ չկարացիր խոսես, եկել ես մնացել ես Բաքվում ծնված Վիլենի հույսին, նայել ես վիճակում, անադեկվատ, օյաղ, ակնհայտ օյաղա, չէ՞։ Ասում մեր տատերը, պապերը, թուրքերը, այ քեզ բան, օրը մի բան բացահայտում են քեզնից պաստորեն։ Քոնը գիտենք, դու մի ասա, ամեն ինչն էլ գիտենք։ Պատերազմ հաղթեցինք, ու չհաղթեցինք, կռիվը հաղթեցինք, մեզ խաբեցինք, որ պատերազմ ենք հաղթել, եւ դրա հիմքը հենց այդ էր, այդպես պատմությունն էր, հա, մեր մակարման։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ 4-րդի հիմքում տարբերություններ լինելու երևից, որ Ղարաբաղյան պատերազմ այդ պատերազմով եկած սերունդ այդ ազատագրական, չգիտեմ ոնց հերոսական ոնց ուզում եք անվանեք, չի լինելու այդ փիլիսոփայությունը, այլ լինելու է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Միանշանակ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Մինուս Ղարաբաղ, մինուս Սյունիք, Նիկոլ Պետրոս լսի էլի, այս ախցրան ես դու լսում, դու Նիկոլին լսի, այս գործում երկու կարևոր մարդ կա, Ալիևը ու Նիկոլ։ Նիկոլն ինչ է ասում, որ Հայաստանի գործող տարածքի 60-70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրության պատկանում է Ադրբեջանին։ Ու ասում է, Սյունիքի Վայոց ձորի մարզերը Ղարաբաղ տվել են, մինուս Ղարաբաղ, մինուս Սյունիք, մինուս Վայոց ձոր, մինուս Արարատի մի մասը Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մի մասը մինուս Վիլենը պլյուս։ Всё։ Մենք շահել ենք ԿՊ-ին։ Իրանց շահել ենք, երկիրը կորցրել է։ Դե երկիրը մեր ինչին է պետք, Պետրոս։ Մեզ պետք է նսենց իմաստուն մարդիկ, առանց երկիրել ենք, սովածել ենք, ծարավել ենք, մեզ պետք է ասես մարդիկ նստենք, այս մտքերը լսենք, տենց հոգեպես կարանանք մեզ լավը զգանք։ Թե չէ ապրելուց տարածքի վրա ապրելուց երկիր ունենալուց արժանապատվություն ունենալուց մարդը ինչի պիտի լավը զգա ասես մտքեր լսելուց է մարդը լավը զգում անդրադառնամ հանրապետության դերի որը որ մեր հանրապետությունը ունեցել է տարածաշրջանում ինձ համար դա միանշանակ է ելի եմ ասում կոնֆլիկտն է եղել այդ դերը ներկայումս փաստացի աշխարհագրությունը փոխվում է աշխարհագրական դինամիկան բավականին արագ է եւ շատ արագ ըստ էության այս պայդրությամբ մենք փաստացի կանգնացենք հանրապետության դերի փոփոխության մասով, որովհետև աշխարհագրական դինամիկան շատ արագ է, Պետրոս, ասենք դու նայ, ասենք 7 տարվա մեջ, հիմա այսօր գյուղերում մարդիկ կարող է մի քառակուսի մետր հողի համար, մեկն ասի ծառը իմ հողի մեջ է, ծառը տարիներով կռվեն, ես իմ դրանց կանիկներն առանձին կռվեն, մարդներն առանձին կռվեն, երեխեքը դպրոցում առանձին կռվեն, բան, սա սարքեն պատմություն։ Իսկ սրանց մոտ շատ էֆեկտիվ աստացում, դինամիկան շատ բարձր արագ, ասենք լույսը բացվում է գտնում ես աշխարհագրական փոփոխություն։ Լույսը բացվում է աշխարհագրական փոփոխություն։ Երեք կարում էր, ասենք Կապանի քաղաքապետի ընտրությանը, մինչև ժամը 9 կարում էր Կապանից հետս ճակատեն, ժամը 9-ին արդեն ճանապարհը փակա, այդ օրվանից էլ չես կարում գնալ։ Աշխարհագրական դինամիկ փոփոխություն։ Ասենք պատերազմից հետո, չէ, 21 թիվն է, ոչ մի պայմանագիր, ոչ Ադրբեջանի հետ չկա։ Մեկ էլ հեն Գորիսից Կապան աշխարհագրական փոփոխությունը, դինամիկ, շատ արագ։ Մեկ էլ եկան, այս ուղղությամբ եկան, Ջերմուկի սարը, մարդիկ եթում էին, մեկ էլ եկան։ Շատ արագ է ամեն ինչը տեղի ունենում, որովհետև այս մարդիկ ունեն
աշխարհագրական փոփոխությունների շատ բարձր էֆեկտիվություն, դինամիկա։ Ութից հետո արձանագրում ենք, որ այլևս խաղաղություն է, որը որ իհարկե պետք է պահել, պահպանել եւ ինստիտուցիոնալიზացնել, այդ խաղաղությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել։ Եղավ Պետրոս, պետք է ինստիտուցիոնալիզացնել, այնպես ոնց որ ինստիտուցիոնալիզացվել է Ստեփանակերտում, հիմա շատ ինստիտուցիոնալիզացված խաղաղություն է հաստատվել։ Ստելա պետք ինստիտուցիոնալիզացվել։ Դու ել կինստիտուցիոնալիզացվես։ Այդ ինչ էիր ասում, դու լավ ես ասում, դու ասա, ես չեմ կարող այդպես բաներ ասեմ։ Նացնել, Պարոն Գաբրելյան, տեսեք, օրինակ երկրորդ հանրապետությունը դրա, այսպես ասած, շարժիչ ուժը կոմունիզմն էր, սովետն էր, կայսրությունն էր, մեզ դրա մի մաս էին պահել, երբ որ պետք է սենց էին բրդում, երբ որ պետք է, բայց հիմքը այդ էր, հա։ Առաջի Մի րոպե, Պետրոս, քեզ սովետի վաղ բրդել են։ Այսինքն ուզել են սենց են բրդե, ուզել են ընենց են բրդե։ Արա, բայց դու այն ժամանակ փոքր ես էլ ինչի՞ է այդպես բան, բայց սովետում այդպես բան ընդունված չէր, ընդ լրիվ ուրիշ արժեքային համակարգ էր։ Այդ քեզ ով է բրդե սովետի ժամանակ ստենդե։ Արա, ու այսի շերենք է բացահայտում։ Տատին պապին թուրք, իրան սովետի ժամանակ բրդել են։ Ստենդ են էլ ասում, մի անգամ չի, երկու անգամ չի։ Տենց է էլ արա մարդ մանկությունը որ փչացվում է, տենց է ալում էլի։ Երրորդ հանրապետությանը մենք ասացինք, որ դա Արցախյան պատերազմն էր, Ղարաբաղի պատերազմն էր եւ այլն, եկավ այդ սերունդը, նա քաղաքական համակարգի վրա ազդեց եւ գնացինք այդ որն է չորրորդինը լինելու։ Այդ տեսանկյունից երկրորդ հանրապետության մասը, բայց կարծում եմ շատ կարևոր է, որովհետեւ փաստացի երրորդ հանրապետությունը ստեղծվել է եւ մարդիկ մեր մոտ ստեղծել են, ելնելով երկրորդ հանրապետության ընթացքում ստացած գիտելիքի եւ փորձարարության հիման վրա։ Դե հա էլի արա դե տանտեր մնացած գիտելիքը արա դե փորձանքա էլի բերում մարդու գախին արա։ Արա այդ երկրորդ հանրապետություն արա այդ սովետը բերեց այս դպրոցները ամեն գյուղ թե ինչի պետք է դպրոցը լավականիկը դրած հերթով սաղ փակում է 2026 թվականին քանիստ են փակում Պետրոս 240 թե 266 դպրոց են փակում սահմանամերձ գյուղերից բան արա դե իհարկե պետք է փակվի արա այդ կրթությունը փորձանքա բերում մարդկանց գլխին տգետների դպրոց կա ախպերենա գնացեք նստեք Տիկին Աննան խոսի կլսեք Նիկոլը խոսի կլսեք, Մարլենկան խոսի կլսեք, արա ինչ գործ ունեք, արա դպրոց, բերել էին, արա Վիլեն ջան, դու խաբար չես, դու չես առնչվել։ Համասարաններ էին բացը, ես իմ քանի հատ, միթա մի հատ համասարանը մեզի քիչ էր բերել էին, ես իմ մասնագիտացված համասարան, տնտեսագիտական հանդիս, թատերական հանդիս, մանկավարժական հանդիս, կոնսերվատորիան հանդիս, գեղարվեստին, արա դե փակեք, ռադարեք, դու հետա դրանք սա ավելորդ բաներ ժողովրդին կրթություն են տվել հանեք գցել են փողոցները ես իմ կրթությունը քիչ էր մի հատ էլ գիտությունների ակադեմիա են ստեղծել ակադեմիկոսներ համաշխարհային ես իմ ինչ նվաճումներ ժողովրդին փորձանքի են բերել նայ այս մարդը ոչ մի բանից որ ոչ չի օգտվել էլ ասենք ոչ գնաց է սովորել ոչ ինչ վատա զաթի գիտի ինչա ծխում գիտի ինչա խմում ինչ Թե չէ սովորածելներ, կրթություն ստացածելներ, դաստիարակություն ստացածելներ, բերեին ասենք թե ընտրության օրը ասեին Վիլեջան առ մերկու բաժակ բան խմենք, կասեր այ ախպեր, ոնց կարելի է խմել, ես պատգամավոր մարդ եմ, ընտրությունա, սա հերիք չի, ես գյումրեցի չեմ, հել Երևանից եկել եմ, ըստեղ գյումրեցիներին ասում եմ թե ոնց ընտրությունա, հետն է խմեմ ախպեր, լրագրողներ կան, բան կան։ Ասենք դաստիարակվածներ այդպես բաներ պիտի անեն։ Իսկ կրթություն ստացած չլնելը իրան օգնում է ազատ իր էությամբ գործելու։ Իսկ այդ սովետը փչացրել է մեր հասարակությանը։ Այդքան այդ համասաներ բաներ ես ասում ախպեր, այդքան բա թանգարաններ, այդքան գրադարաններ։ Լավականիկը դրանց դեմն առնում է Պետրոս ջան։ Դուք շատ լավ գործ եք անում, հիմա NND-ից, դուստից։ Վերացրեք այդ Մեսրոպ Մաշտոց նովարը, Մեսրոպ Մաշտոցի մասին այսօր որ մեր երեխեքը իմանան։ Վիլենի մասին պիտի իմանան։ Նավակ ճոճողը թողած գնացել են երեխեքին ուզում էին Մեսրոպ Մաշտոցի մասին սովորեցնել։ Ինչը որ կարծում եմ եթե հետ ենք նայում եւ վերլուծում ենք
փաստացի մեզ համար այդքան դրական արդյունքներ չի տվել, եթե իհարկե կրթությունը ոնց կարար դրական ազդեցություն թողածել էր Պետրոս ջան։ Ակադեմիական կրթությունը ոնց կարար։ Այ օրինակ սովետի ժամանակ տգետների դպրոցել էր, մի հատ տգետների դպրոցել, բայց այն վաղտել Անանո Նիկոլն փոքր տգետներ էին էլի։ Բայց շատ վատ ազդեցություն մարդը վերլուծել է իր վերլուծություններով եկել է գիտական եզրահանգումների։ Գիտական եզրահանգումների։ Պետությունը մեր հռչակագրում, որը հռչակված է, որն է այդ հիմքը գաղափարական։ Դրա հիմնական հիմքը լինելու է այն, որ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է իր ուրույն դերը, տարածաշրջանը պետք է լինի խաղաղ, Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների հետ պետք է ունենա բարեդրացիական հարաբերություններ, պետք է իր հարևանների հետ շփվի, հավասարը Այսինքն խաղաղություն։ Միանշանակ դա է, որովհետև կարծում եմ մենք հիմա որ փողոց դուրս գանք, իմ համար միանշանակ է, որ մեր ցանկացած քաղաքացուն որ հարցնես, քո ինչ ես ուզում դու, ինքը ասելու է առաջինը խաղաղություն բառը։ Ընդդիմությունը հաստատ, օրինակ 10 տարի առաջ տենց չէր Պետրոս։ 10 տարի առաջ դու էր գալի փողոց, մարդկանց հարցնում էիր, ասում էիր, ինչ եք ուզում, սա պատերազմ։ Պատերազմ, այ ասում եք ինչ եք կպետ պատերազմից, այ ժողովուրդ ջան, խաղաղություն ուզեք էլի։ Չէ, ախպեր, մենք պատերազմ ենք։ 20 տարի առաջ вообще խայտարակ վիճակ էր։ 20 տարի առաջ ասես պատերազմով, ապրսեմ մեր ու մանուկ, մեծ ու փոքր կնիկ երեխաները սաղ պատերազմ, ուր է մտնում ես խանութ պատերազմ, սոցիոլոգիական հարցում պատերազմ, մտնում ես դպրոց, ես դասախոս ուսանողն եմ, մտնում եմ համասան, ասում ես երեխեք ջան, ինչ եք ուզում, պատերազմ ենք ուզում, այ երեխեք ջան, հանգստացեք, էլի հանգստացեք։ Հիմա նոր մարդիկ սկսել են խաղաղություն ուզել, Պետրոս։ Մի ժամանակ շատ վատ էր։ Հիմա արդեն հիմա են խաղաղությունը այնպես բան չէ, որ մարդ միշտ ուզի։ Չէ, այդ մենակ ասենք թե Նիկոլն էլի վարչապետ, որ խաղաղություն ուզի, որովհետև ինքը քանի որ ինչ եկել է իշխանության մենակ պատերազմներ են բերել, պատերազմներով որ հասկացել են մարդիկ, որ այդ պատերազմները մենակ զոհեր կորուստներ վախացրել են մարդկանց, դրա համար ասում են, այ ախպեր, թող խաղաղությունը լի մենք թող ինքնից կետանք։ Մենք թողնենք Հայաստանից ընդհանրապես կետանք, թող մենակ ստե խաղաղություն էլ։ Կարևորը որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի։ Ջանդամը որ հայ չի լինի։ Հայ չի լինի ուրիշ բան կլինի, թուրք կլինի, ինչ բան կլինի։ Հիմա ասենք դե Ստեփանակերտում որ հայ չկա, թուրք կա։ Խաղաղ է, ինչ վատ է։ Տարածաշրջանում խաղաղությունը հաստատ, դա է կարևորը։ Ասում է որ սա դասական ուրացում է։ Դուք ըստ էության ցանկանում եք ստեղծել հանրապետություն, որի մեջ արդեն չի լինի Արցախի հարցը, այնտեղ գալիս արդեն Արարատի հարցը եւ այլն, սիմվոլիկաներ, այսինքն դուք ուրանում եք Արցախը եւ մեր պատմական հիշողությունը։ Գուցե այսքան իրաց խորհուրդ ենք տալի, մի օր կլսեն, որ քաղաքական process-ը բացառապես լոզունգներով չէ, քաղաքական բովանդակություն եւ օրակարգ է պետք։ Ինչ վերաբերում է, կուզեմ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի տեսանկյունից։ Մենք փաստացի դա չենք մոռանում ըստ էության, հակառակը հենց այդ է, որ երբ որ մենք մեր հարևանին ենք բարելավենք մեր հարաբերությունները, այդ մարդկանց իրավունքը, այդտեղ որտեղ որ իրանք ծնվել են, տասնյակ տարիներ ապրել են, արարել են, ստեղծել են, որևիցե այդտեղ չի կորելու եւ հակառակը, երբ որ խաղաղության գործընթացը ի վերջո հասնի իր հանգրվարին վերջնականապես եւ մենք հարևանի հետ ունենանք բաց սահմաններ, հասարակությունները իրար հետ սկսեն ի վերջո շփվել, այդ մարդիկ շատ հանգիստ կարողանալու են գնալ վերադառնալ իրենց այսպես ասած պապական տները բնակվելու։ Բայց ես Արարատ Չէ, Վիլեն ջան, դու ըստ մի բան խառնում ես։ Դու այդ հարցով մի հատ այն ձեր վարչությունում քվոտայով ընտրված մարդ կա ու կանանց քվոտայով չէ, ուրիշ քվոտայով, Ալենը Սիմոնյան։ Իրան որ հարցնես, ինքը կասի, որ այս հարաբերությունների զարգացումից ոչ թե պիտի արցախցիները վերադառնան, այդ ձեր կանանց քվոտայով ընտրված մի հատ բաբայագա կա, այդ բաբայագան ասում է, քանի մենք իշխանության ենք, ոչ մի արցախցի Արցախ վերադառնալու մասին պիտի չմտածի, դու սա խառնել ես իրար, դու դրանց չես լսում երևի, մենք լսում ենք։ Այդ հարաբերությունները հաստատելուց հետո ոչ թե պիտի արցախցիները գնան իրենց հայ, այլ ադրբեջանցիները գանեն, արևմտյան Ադրբեջանին, այն որ արդեն քարտեր ունեն, հաշվառված են, այ իրանք պիտի գան ստե, ոչ թե արցախցիները գնան։ Այդ խաղաղությունը դրան է բերելու։ Իմացար։
Դուք հավատում եք դրան։ Ես միանշանակ հավատում եմ դրան, բայց ես Արարատի Ինչին հավատում։ Իմ ասածին պիտի հավատամ, բա ոչ չի հավատում, բայց իրանք են իշխանության ադրբեջանցիները կամ Պետրոս։ Ոնց կարան արցախցիները գան։ Արցախցիները իրանք իշխանության օրոք կարան Արցախից տեղահանվեն գան Հայաստան։ Ասվել մի հստակ օրինակով էլի ասեմ թե իրականում որքան սխալ է դա որպես քաղաքական օրակարգ օգտագործելը հենց մեր ընդդիմության կողմից իմ վրա անձնապես օրինակ եմ վերելու իմ ծնողները տուն են ձեռք բերել ժամանակին որը որ բացառապես իհարկե պետքա լինել իր տեսարանը դեպի Արարատը ես 42 տարեկան եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ Եվ ես մի անգամ դեպի Արագած չեմ բարձացել մեկ ավելի ասեմ, որովհետև մեծ բաց է իրականում կրկնվեմ էլի ես 42 տարեկան եմ, ես Մեղրիում 2 անգամ եմ եղել, այն էլ փաստացի աշխատանքային գործընթացի շրջանակում, այլ ոչ թե իմ որպես քաղաքացի ցանկությամբ, որ գնամ եւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը տեսնենք եւ իրական Որովհետեւ Պետրոս ճիշտ ասում, որովհետեւ անտիրական էս երկիրս էս մեր երստից Մեղրի, էս մարդը ոնց գնար, կամ են Արագածը 4000 մետր ոնց բարձրանա իզուր ճնշում դա համար պետքա տալ սաղ այդ ավելորդ բաներից պերզնել, թողնել մենակ սես մի հատ քիփլիկ Սիրում մի հատ պետություն, որ ասեք ուզենաս պետությունը նա հենց լուսամուտից նայես, այսի մեր երկիրն է։ Վերջ։ Դաժե այդ Արարատն տենեմ է սրա ծնողները ինչ անշնորհք բան են արել։ Այդ ին որում Վիլեն ջան, այդ քո մամային պապային մի մեղադրի դրա։ Քո մամային պապային մեղադրի քո գոյության համար։ Քո գոյության համար իրաց մեղ։ Այդ Արարատին նայող տուն ունենալու համար մի էդի Թամանյանի արազնա, որովհետև Թամանյանը Երևանը նախագծելուց հենց է նախագծել, որ Երևանի համարյա շատ տներից, մեծ մասից Արարատսար երևում է, էդի քո ծնողները դրանում մեղք չունեն, քո ծնողների մեղքը ուրիշ բանում է, շատ մեծ մեղք է, բայց այդ մի արա ասա Քոչարյանների չես կանչում է, դրան մոռացար դու Բան ուներ, զեկույցուներ տվել էր ալենին չեն դնում շրջանառության մեջ։ Մատ կանչի դրան էլ մշակենք, էլի։ Իրանք ասում են դուք այտենց մեր ինքնության մասը փոկում եք։ Օրինակ այդ մարդիկ իրանք իշխանության ժամանակ ոնց էին անում։ Նայում էին Արարատին, ոգի շնչվում էին, հետո Էջմիածնին խաչակնկվում են եւ գնում էին գողանալու։ Շատ փայլուն ինքնություն էր։ Հիմա դուք դու էլ ես տենց արել Պետրոս։ Դու օրինակ են Ժամանակին, որ կենտրոն հեռուստաընկերությունում ԲՀԿ-ի համար աշխատում էիր, դու նայում էիր Արարատին նոր էիր գողանում, թե խալաձենիկը բացում էիր, կանգնում էր խալաձենիկի դեմը նոր էիր գողանում, ասենք դու քո ինքնությունը ինչով է դրսևոր, ինչին նայելուց է էլի քո ինքնությունը արտահայտվե, թե դու մեր ասենք մառազիլկան բացում էիր, ընդեն զոնքանչիդ ուղարկած խոզի բուդը, մեկ էլ նրբերշիկները որ դրած էր, նայում էիր դրան, էդ էր քո ինքնությունը, հետո էր մտածում, ասում էր լավ, էսի նրբերշիկը, բուդը, գարչիցան ու գնում էիր գողանալու։ Բայց ինչ որ մեկը գողություն արի, բայց չես ասում, այդ գողացածը ուր է։ Դու հիմա գողանալուց ինչով ես ներշնչվում։ Նավակով Կամ չեք թողում գողանան, պլյուս Արարատն ու Էջմիածնին նեղում են։ Մարդկանց ինքնությանը դեմ եք գնում։ Մենք Չէ, ես ասում ես չի որ արգելում ենք։ Օրինակ Անիֆին չթողեցին որ գողանան Պետրոս։ Կամ ասենք թե այդքան նախարարներ մենակ իրանց պաշտոնակություններ գողանալու բանի վրա այդքան իրանց հիմնարկումներում, այդքան կոռուպցիան համատարած ամբողջ երկրում։ Նա չի որ ասում մենք չենք թողնում որ Չէ, ամեն ինչն էլ նույն ձևի, նույն բանով էթում է, ուղղակի Արարատ, Մարարատ, այդ ինքնության հետ կապված բաներն արանքից դուրս եկել, դե չէ մնացածը սաղ նույնն է, սաղ նույնն է, մի բան էլ ավել։ Պետրոս դու Ավինյանին ճանաչում ես, Ավինյանին։ Հələ մատ իրան կանչի հարցրասա Ավինյան ջան, դու ինչին նայելուց ես ոգեշնչվում, այն որ անում ես։ Հորն էլ կանչես իրա, հորը։ Կամ էլ դու կգնաս Սևանի Համբալ պլազա։ Այդ ձեր ասացի կոնտեքստում ոչ մեկ չի կարող արգելի որևիցե մեկի նայել դեպի Արարատը կամ ավելին ոչ մեկ չի կարող ոչ մեկին արգելի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա դեպի Արարատ, բարձրանա Արարատ սարը իհարկե Թուրքիայի
սահմանի միջոցով, բայց Չեն դե մեկը կարգելում է Վիլեն ջան, այդ Թուրքիայի սահմանապահներն են։ Արարատը հիմա քանի որ Թուրքիայի վարչական տարածքում է, հայ-թուրքական սահմանն էլ փակ է, չնայած Ռուբինյանը խոստացել է որ դի բացվի, բայց չի բացվի։ Թուրք սահմանապահները խանգարում են, չեն թողնում։ Ստիված ով որ գնացել է կամ գնում է, դե դու սկի Արագած չես գնացել, դե ընդհանրապես չէ։ Պիտի այդան Վրաստանով գնան, չէ, խանգարողներ կան։ Հռչակագրի մեջ կա կետ նաև արտաքին քաղաքականության մասին, տեսեք ինչ հետաքրքիր է, դուք հռչակում եք, որ Եվրամիություն գնալը պետք է արագ, այսինքն Եվրամիություն գնալն է, արագացնեք եւ այլն։ Հետո հաջորդ վերջակետից հետո ասում եք բալանսավորված եւ հավասարակշռված եւ հավասարակշռող։ Չի գրի մոտ այդ բառերը դրանք շատ կարևոր բառեր են, որովհետեւ հիմա մեր երկրի անկախության հռչակագրով չի, արդեն ԿՊ-ի հռչակագրով է։ Հավասարակշռված, մի հատ էլ հավասարակշռված, հավասարակշռող, մի հատ էլ դու գիտեիր է, հավասարահեռ։ Էդ էլ ասա դու այդ իրեք թողնի, հավասարակշռված, հավասարակշռող եւ հավասարահեռ։ Լինի գնալ Եվրամիություն եւ բալանսավորված քաղաքականություն վարել օրինակ Ռուսաստանի հետ։ Ընդերից արդեն Օվերչուկը մեզ ասում է, եթե գնացի կլինի SSS։ Ոնց ենք գնալու Եվրամիություն եւ բալանսավորելու եւ հավասարակշռելու դա ոնց։ Դե Միրոպ, բա Շանհայ է Պետրոս։ Մոռացել ես արա, մենք այս վերջերս Տիկին Աննան գնաց Շանհայի համագործակցության, միջազգային համագործակցության կազմակերպության, գնացին պարադ, Աննան մնաց ընդե, հիմա խեղճ աղջիկը ուսանողի կյանքով 5 աստղանի լեռնային կուրորտներում դասա սովորում, շանորակ հաշում ընդե, բայց Շանհայ է, դու մենակ ԵԱՏՄ-ն ու Եվրոպական միություն ես ասում, բայց Շանհայ էլ կա, չէ։ Ուր ենք գնալու մենք Վիլեն ջան, մի հատ առաջնորդի մեզ էլի։ Մի հատ առաջնորդի մենք հասկանանք որ ուղղությամբ ենք գնում։ Քաղաքականությունը իրականում տենց հնարավոր է արվեստ է եւ դուք որ ասում եք չի լինի, ես չեմ կարծում որ դա չի լինի, քաղաքականությունը այդ թվում նաեւ բանակցության վերաբերյալ է եւ կարծում եմ դա կարելի է բանակցել Ռուսաստանի Դաշնության մեր ընկերների հետ, այդ թվում նաեւ ներկայումս քանի որ ԵԱՏՄ անդամ եք նաեւ։ Տեսեք, եթե մենք գնացինք Եվրամիություն եւ մենք չենք լինելու ԵԱՏՄ անդամ։ Այնտեղից ասում են, եթե չեղաք ԵԱՏՄ անդամ, գազը կգնեք ինչպես Եվրոպայում, հացահատիկը եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով ոնց ենք բալանսավորելու։ Իմ կարծիքով դա մի օքու կարծիքի մաս չի կարող կազմել, իմ անձնական կարծիքով ես հնարավորինս սպարս փորձ եմ ասել, ինձ թվում է պետք ճանապարհով պետք է գնալ եւ իրապես հասկանալ արդյոք պնդումը առայն որ դա հնարավոր չէ, իսկապես ճիշտ է թե սխալ, բայց այս ինձ որ լսես, ինձ թվում, ասիկա ոչ թե ինձ որ լսես, այլ փաստորեն դուք հենց հետ եք անելու, այդ Եմեն էլ մեզի պետք չի Պետրոս, ԵԱՏՄ-ն էլ պետք չի, որ ուզում ես իմանալ, այն Շանհայն էլ ընդհանրապես պետք չի։ Շանհայը ո՞րն է, լավ է, ասկի ոչ էլ լավ է հնչում։ Շանհայ։ Հա։ Ավելի լավ է բերեք մենք մի անգամից այդանք Ադրբեջան։ Հետո այս երկիրը հանձնենք Ադրբեջանին, ասենք ոնց էր Արցախը պետություն էր, շփոթվել ենք, արա ճանաչում, ով կճանաչի, էս կճանաչի, յակը Միսկի խումբը սես կա, արա տալիս էս ադրբեջանցիներին, պրծնում ես սավելա ախպեր։ Հիմա էլ էսա, մնացել ենք շիվարարը, նստել ենք, չենք իմանում ինչ անենք, ստե գնանք, ընդե գնանք, ստե էս կլինի, կռիվ կլինի, եսի մեզ կլինի, ինքնությունը, այ ախպեր տանք Ադրբեջանին, իրաց կացեք փորձանքի մի արդեն դու դառնա Ալիևի խնդրեմը դենեք ուր է հետում Ալիևն ոչ մի տեղ չի հետում ոչ ԵԱՏՄ-ը մտնում ոչ ԵՄ-ը մտնում իրանք ուղղակի ուզում են ստե մեծ թուրքական պետություն դե շո դու ծեղծեն հեսա խնդիրները մնա իրանց վիզը մենք էլ մեր համար որս կոտորվի որն էլ կուզի կապրի կուզի չապրի դա լավ ուղղություն է Վերացնում ես Պետրո ջան, խնդիրները սա հիմա ասենք թե սա խնդիրները բարթել են Ղարաբաղի սա խնդիրները բարթել են Ադրբեջանի վրա, անգել են ծախսի տակ, ճանապարհը որ սարքում են, այրոպորտը որ սարքում են, շենքեր են բերում սարքում, ծախսի տակ են գցել ախպեր դրանց, գցել ենք փորձանքի մեջ։ Հիմա նույնը կարանք ստե անենք, Հայաստանը տանք, թող իրանք մտածենք, մենք մտածենք։ Այն մեր ինչին է պետք մտածենք։ Մի կյանք ենք, որտե հաց ընդե կաց։ Որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ղալատ անում ընդդիմությունը։ Ոնց է կան քաղբանտարկյալներ։ Ոնց կարա ժողովրդավարական երկրում քաղբանտարկյալ լինի։
Այ քեզ բան, չկա ոչ է պատասխանի այդ հարցին։ Հայաստանում կա մենակ քրեական հանցագործներ, ուղղակի վերջի շրջանում չգիտես ինչի սրբազանները սկսին հանցագործություններով զբաղվել, այն միլիարդատեր մարդիկ իրենց գործը թողած արտասահմանում հազարավոր բիզնեսները միլիարդավոր դոլար թողած եկել են այստեղ Հայաստանում հանցագործություններով են զբաղվում։ Մեր երկրում քաղբանտարկյալ չկա։ Չի կարա լինի դες բան, այ Պետրոս ջան, ոնց կարա քաղբանտը, ժողովրդավարական երկիր է։ Հայաստանում քաղբանտարկյալներ փաստացի չեն կարող լինել, որտեղ Հայաստանի վերջացավ։ Հանրապետությունը Մարդ կա իր խոսքի համար, մի նախադասության համար է նստած։ Մարդ կա, էլի մի նախադասության համար է նստած, ճիշտ այնտեղ մի քիչ ուրիշ նախադասություններ։ Եվ այսպես ամեն դեպքում իրավական գործընթացը գնում է եւ արդարադատության համակարգը իր որոշումները կկայացնի, վճիռները կտա, եթե փաստացի ընդդիմության պնդածը առայն, որ այդ մարդիկ անմեղ չեն, նրանում ինչում որ մեղալ դրվում եմ, ես այդ տեսանկյունից արդարադատության համակարգի վրա տենց առանձնապես կասկածներ չունեմ կարծում 100%։ Ունեմ ի վերջո բոլոր այդ գործերով արդար դատավճիռներ կլինեն, անկախ նրանից մարդիկ իսկապես ահաբեկչական ակտեր են Հայաստանի Հանրապետությունում պլանավորել, թե ոչ։ Բայց ընդդիմությունը նաև պնդում է, որ այդ համակարգը դուք եք կառավարում, ձեր ասելով է անում։ Ղալաթ են անում։ Ղալաթ։ Դու էլ հա ընդդիմություն է, ով է այդ ընդդիմությունը։ Մենք կանչի պետք տենանք ով է, որ այդպես բաներ ասում էր գյոզալ երկրի մասին։ Չկա չէ այդպես բան, ես չեմ տեսել այդպես բան, ասենք ոնց կարա դուք արդարադատության համակարգի վրա ազդեցություն ունենաք։ Ես չեմ լսել այդպես բան։ Արդարադատության համակարգ։ Այո։ Բացառում եմ նմանատիպ բան իրականում եւ եթե նկատի ունեն հին ոճով, այսինքն հեռախոսը վերցնեն, ինձ թվում է մեր Չէ, հեռա հիմա որ դառնա հեռախոսը վերցե զանգես, Պետրոս ջան, WhatsApp կա, բան կա, SMS-ը գրում ես, մարդը միանգամից ստանում է, վերջացավ գնաց, ասենք եթե արածը չի արվում, երկրորդ SMS-ն է ուղարկում, ինքը իր դիմումը գրում է, թողնում գնում է։ Հիմա ինչ վերցես հեռախոսը զանգես, անհասանելի լինի, չէ, սովետնա ինչ է որ հեռախոսը վերցնես, կաբելային ես զանգես, քաշես, չպատասխանի, զբաղված լինի, տու SMS-ը գրում ես, այդ հարցերը սա լուծվում է։ Ժողովրդավարական ժամանակակից մեթոդներ կա դրա համար։ Քաղբանտարկյալ Մենք համագումարին ինչու է միշտ վերջում հաշվելը խնդիր լինում։ Արդեն ոնց որ ավանդույթ է։ Դա ինչ ճիշտն է, մենք անցած մեր համաժողովին ունեցել ենք նմանատիպ բավականին լուրջ խնդիր, որը որ իրակ Ինչ ճիշտ է, Պետրոս ջան, բեր ընդունենք, որ այս մարդիկ այն աստիճանի ապիկար են, որ 900 հոգով իրանք իրար միջից 20 հոգի մարդ չեն կարող ընտրեն, հասկանում ես։ Նախորդ համագումարին ասին վարչություն ենք ընտրել, այդ վարչությունը Նիկոլին ընտրեց վարչության նախագահ, հետո պարզվեց, որ այդ վարչության անդամները սխալ են ընտրվել, դրանց հանին, դրա տեղ երկու հոգու նորից մտցրին, բայց այդ երկու հոգի սխալ ընտրվածը Նիկոլին արդեն ընտրել էին։ Այս անգամ բերին քվեարկություն կազմակերպին, պարզվեց Նիկոլն ավելի շատ ձայն է ստացել, քան համագումարի մասնակիցների թիվն է։ Սրանք պատկերացնում ես Պետրոս, իրանք իրար միջից 900 հոգուց 20 հոգի ընտրություն չեն կարող կազմակերպեն, բայց սրանք պիտի կազմակերպեն ամբողջ երկրում ժողովրդավարական ընտրություն։ Եվ որ իրանք չեն կարող ընտրեն։ Ինքն ասում եմ, դե ժողովրդավարական, ինձ ընտրել են այման։ Եթե Վիլենը ընտրվել է, այդ խառը պատմությունների մեջ, դե ո՞նց է ժողովրդավարությունը դնում կասկածի տակ։ Всё, արդեն մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, ինքն էլ ժողովրդավարության արծիվն է, կամ էլ կաջելան, բեր քեզի կաջելա է, բեր ժողովրդավարության կաջելա, ագրավ էլի, ագրավ, ղար։ Անգամ մեր հաշվելը բարդացել էր զուտ նրա պատճառով, որ հաշվի առնելով անցած համաժողովի որոշակի խնդիրները, այդ թվում հաշվարկի հետ, մեխանիկական հաշվարկի հետ կապված, մենք ավտոմատացված ծրագիր էինք պատվիրել, որը որ փաստացի
համակարգը պետք է հաշվեր, այլ ոչ թե մարդիկ պետք է հաշվեին, այդտեղ հետո էլի փոշմանացի կասիկ որովհետև նոր էր համակարգը ունեցանք մեխանիկական խնդիրներ, որոնք որ փաստացի բայց տեղում աշխատեցինք եւ հասկացանք, որ դա բացառապես մեխանիկական խնդիրներ են դրանք, եւ բայց հետագայում ավելի այսպես ասած որոշումը ավելի ամուր ունենալու համար հետագայում մի հատ էլ վերահաշվարկենք դրա, որը իրական ամբողջ աշխարհում Պետրոս, ասենք ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները, IT համակարգերը օգտագործում են գործընթացները պարզեցնելու, հստակեցնելու, արագացնելու, արդյունավետությունը բարձր։ Սրանց մոտ հակառակն է։ Սրանք ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները դնելուց հետո вообще ախծախառվում իրար, բայց Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը IT ոլորտով, որտեղ Հայաստան արդեն այնքան է IT տեխնոլոգիաներով իրանց շնորհիվ զարգացել, որ արդեն իր համագործակցությունը ելն Հոլանդիա, Մոլանդիա այդպես երկրների հետ չի, ասենք Իսպանիա կամ չգիտեմ Լեհաստան, չէ, Ամերիկա թիվ 1 IT ինդուստրիալ երկրի հետ է, որովհետև այդ մակարդակին են իրան։ Պրոստը իրանց համագումարում դա չի։ Հետո ուրիշ խնդրեմ կա իրանց կուսակցության IT-շնիկը, որը հիմնական նաև լրագրողների համակարգիչ ջարդողն է, Հակոբ Արշակյանն է։ Հակոբ Արշակյանն էլ այդ ամսվա Զիբիլի փողը ջերմուծե չթողին մտնի համագումար, դրա համար ինքը չկարացան դե այդ IT-ները կարգավորի ու այդ process-ը կազմակերպի։ Դրա համար դրին կուստառնի։ Հաշվին դե հիմա մեկը գիտեին ով անցնելու, քվոտաները կա, կանայք իրանց հերթին, կենթանիներ իրանց հերթին, բանջարաբոստանային կուլտուրաները իրանց հերթին, օրգանների համար մի տեղ եք, չէ՞ նախատեսը հենց։ Դեն էլ ընտրվել է, էլի։ Չոտկի ընտրվան։ Ժողովրդավարական մեթոդներով։ Դիմադիները ասում են, որ այս գեղեցիկ ինչ դուք նկարագրեցիք, նրա համար է, որ Ադրբեջանի պահանջած Սահմանադրական հանրաքվեն սիրուն փաթեթավորած անցկացնեք։ Ես Էդի դիմադիները չեն ասում, այ դմբո։ Էդի Նիկոլ Փաշինյանն է ասում։ Չես լսել Պետրոս Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Ասում է 26 թվին մենք իշխանազավթումը կիրականացնենք, դրանից հետո էլ Ադրբեջանի պահանջով կընդունենք նոր սահմանադրություն, բառացի հետ չի ասում, բայց ամբողջ ասածը հենց այդ է։ Կընդունենք նոր սահմանադրություն, որ անկախության հռչակագիրը հանենք, պետությունը վերանա, երրորդ հանրապետությունը իր ասած վերանա, դրա տեղը չորրորդի փոխարեն ստեղծի մի հատ նորմալ ադրբեջանական հանրապետություն։ Այս մարդը վերադառնա իր ադրբեջանական հանրապետության մայրաքաղաք, իր ծննդավայր Բաքի։ Արա դու Բաքիում անես կբքես, քեզ ընդ կհարգեն, քո մաստին դե շատ մարդ կլի։ Էլի ախր ինքը իշքան էլ որ փաստացի մեր հարևանները այդ մասին բարձրաձայնել են, բայց ինձ համար անձամբ 2018 թվականից է սկսած սահմանադրությունը, որը որ մենք ունենք եւ որը 2015 թվականին ենթարկվել է բարեփոխումների, իմ համար անձնապես խնդիրը է, այստեղ բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում։ Հայտնի, որը որ բազմիցս ասվել է իրականում, նույն գերագույն գլխավոր հրամանատարի մասով պատերազմական եւ ոչ պատերազմական ժամանակ որտեւ այդ նույն խնդիրը մենք օրինակ 44 օրերի ժամանակ որոշակի առումով ունեցել ենք։ Դե տեսեք, պարոն Գաբրելյան, Իրոք է, բա որ դու տես 18 թվից Սահմանադրության փոփոխությունների խնդիրները տեսել ես 2020 թվին ձեր կուսակցությունը Սահմանադրության մեջ փոփոխություններ է կատարել ազգային ժողովում, չնայած դրա իրավունքը չուներ, պիտի հանրակրվեով լեր, հանրակրվեիք նախաձեռնեք, քարոզարշավ էիք անում, քարոզարշավից բան էիք անում, կոշիկ էիք լիզում, պինցետով կորոնա էիք հանում, մշակում, բա այս սահմանադրական փոփոխությունները թող դրան վերաբերվեր։ Այդ ինչի է գնացել կպե Հրայր Թովմասյանին եւ Սահմանադրական դատարանի 3 դատավորների։ Այսինքն դուք մտածում եք, որ Սահմանադրության մեջ պիտի փոփոխություններ արվի, գերագույն հրամանատարի ֆունկցիաները փոխվի, պետական կառավարման համակարգը փոխվի եւ այլն, բայց գնացեք կպել եք 4 հոգու դատարանի նախագահին ու 3 դատավորի։ Բա փոխել եք Սահմանադրությունը, բա այդ փոխեիք։ Թե այդ պահին այն էր ուզե Հեյդար Բաբան։ Դա այդպիսի դետալներ վստահ եմ, որ նոր սահմանադրություններ ընտրվի, էլի այդպիսի դետալական խնդիրներ կլինեն, բայց երբ որ դուք սա հրճակում եք նոր 4 հանրապետության հիմքում, սա պետք է լինի ինչ-որ կառուցվածքաստեղծ փոփոխություն։ Այո, կառուցվածքաստեղծ, որը ոչ թե ինչ-որ դետալ, որը փաստ։ Չէ, կառուցվածքաստեղծ։ Ավելի շուտ Պետրոս ջան, իրանք չեն կարող էլի բան ստեղծեն։ Իրանք կարողանում են կառուցվածքա
քանդ։ Այսինքն կարան այդ սահմանադրությունը կառուցված քանդեն ու վերանա։ Արցախն էլ ուներ սահմանադրություն Պետրոս։ Իրանք կառուցված քանդեցին։ Համաձայն են դες։ Դե այդ քննարկումները գնալու են, իրականում ես չեմ բացառում, որ այդ քննարկումները նաև հանգեն նրան, որ մենք այդ թվում նաև կառավարման հավաքակի շուրջ բանավեճև քննարկում ունենանք, այսինքն չեք կարա, դա Նիկոլն արդեն ասել է, որ կառավարման համակարգին չեք կարա կապնեք, դա դուս ես տալի։ Ավելորդ բաներ մի խոտ։ Խմար արա այդ ընթացքում դու։ Էլի խմար դու, սեղանի տակ բան կար ընդ դու, խմար արա։ Բա ինչեր ես դուս տալի։ Արդեն գիտեմ, որոնք որ պնդում են, օրինակ, որ նախագահական համակարգը Հայաստանի Հանրապետության համար ավելի արդյունավետ է։ Ես անկեղծ իհարկե այդպես չեմ կարծում։ Չէ, երբ որ դուք մեր մոտ ոչ թե նախագահական համակարգն է, այլ հենց նախագահն է շատ արդյունավետ։ Իմենը Վահագն Խաչատուրյան ինքը շատ արդյունավետ է։ Չէ՞ տեսա որ այդ հանդիպում է, ասես այն իր ապուշի արտահայտությանը տալիս է իբր հենց խելոք ման ինքն է արդյունավետ, ոչ թե համակարգը, այլ հենց ինքը երբ որ նախարարեր, էդ էր որպես նախարարն էր արդյունավետ հիմա գնացել է նախագահն է արդյունավետ, ոչ թե համակարգը։ Հրճակում եք սահմանադրական փոփոխությունները, դա նշանակում է որ դուք տեսլականը ունեք։ Սահմանադրությունը դա այնուամենայնիվ մայր օրենքն է, որը որ հանրության կողմից փաստացի դա պայմանագիրն է։ Չէ, լավ, պայմանագիրը ձեր կուսակցությունն է։ Տեսլականը Պետրոս ջան, այս մարդը չես ամ, արա այս մարդը ինչ տեսլական է, ցավը տանը։ Տեսլականը սահմանում է Իլհամ Ալիևը, շատ կարա ասենք սահմանի նաև Հիկմետ Հաջիևը կամ Ջեյհուն Բայրամովը։ Տեսլականները սահմանել են, ասում են անկախության հռչակագիրը հանեք, որ ձեր պետությունը վերանա, որ իրանք մնացածին տիրություն անեն։ Էդ է տեսլականը։ Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ 3.1 Քունից լրիվ այդ համաձայն եմ, այո, դա պետք է ապրես, որ համաձայն ես։ Բա համաձայն կլնես, բա ինչ կլես։ Անել 18-ին կամ 19 թվականին, բայց դա իհարկե եկեք ամեն դեպքում ֆիսենք որոշակի առումով այդ թվում նաև սուբյեկտիվ եւ օբյեկտիվ քրիտերիաները, որոնք COVID-ը եւ այլն։ Բայց դա գոնե 23-ին։ Բան մի րոպե։ Պետրոս, արա ես քեզ ասել եմ մեղրաջուր կխմես, որ հիշողությունդ գա տեղը։ Չես խմում դու այդ մեղրաջուրը, արա։ COVID եղավ, բայց սահմանադրության փոփոխությունը, որ ասում է, որ արել են Հրայր Թովմասյանի եւ ՍԴ 3 դատավորների պաշտոնից հեռացնելու ու իրանց համար նախընտրելի դատավորներին ՍԴ դատավոր դարձնելու համար եղել է COVID-ի ժամանակ։ Արտակարգ դրության պայմաններում, այսինքն COVID-ը եղել, արտակարգ դրություն է եղել ու սահմանադրության մեջ փոփոխություն է եղել, բայց այդ փոփոխությունը վերաբերել է միայն սուբյեկտիվ անձնական կադրային հարցերի, բայց դա իր մեջ շատ լուրջ բովանդակային հարցեր պարունակում։ Հիմա ասում եմ, դե COVID-ը էլ է, բան է եղել։ Գետաս այդ մեղրաջուրը կխմես, արա։ Ունեմ ասելու, այդ տեսանկյունից օրինակ համաձայն եմ, պետք է դա անել շուտ։ Բայց այս մարդն էլ է համաձայն, գետաս կխմես։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրը Ինչի համար Պետրոս ջան, այդ ցավը տանեմ, ավելի լավ ռեցեպտներ ես քեզ կառաջարկեմ։ Նոր այն ժամանակ ասես շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրելյանն էր, կհանդիպենք ցտեսություն։